դուք պատկերացնում եք, որ ասենք Ֆրանցիսկոս Պապը Հռոմի կարող է Վատիկանում կազմակերպի մի գիտաժողով, որի ժամանակ հնչեն թեզեր, որոնք որ ես չեմ կարծում հաղթանակներից հետո Հայաստանի պարագայում նման գիտաժողով կարող է լիներ Վատիկանում, նման թեզեր կարող է, ինչի համար եմ դա ասում, որովհետև որ օրինակ Ադրբեջանը ամենատարբեր գիտական հաստատություններում աշխարհով մեկ միշտ լոբինգ փորձել է իրականացնել արևելագիտական ամբիոնների չվախենանք այդ բառից, նույնիսկ գիտնականներին ուրեմն գումար, դրամաշնոր, կաշառքի քաղաքակիր ձև անելու, այսինքն եթե մարդիկ Եվրոխորհրդարանի падգամավորներ են առնում կաշառքով, ինչի չպիտի զլանային ինչ որ տարբեր տեղեր արևելագետներ, գիտնականներ եւ այլն առնելու։ Այսինքն այդ փորձերը հիմա երբ որ մենք խոսում ենք ցեղասպանության ու դրա հետ կապված երևույթների հետ, միայն այն զուտ յաթաղան կոտորածը չպատկերացնենք այն ինչ այսօր տեղի ունենում Արցախի մշակութային ժառանգության հետ, դա նույն ցեղասպանությունն է, որի թիրախը արդեն ոչ թե այնտեղ ապրողներն էին, այլ այնտեղ ապրածների հետքը վերացնելը։